Սիրելի Արցախցի ուսանողներ, 2026-2027 տարվա Լորիկ հիմնադրամի Ազնավուր Սաղյանի անվան իր հիշատակին գրթաթոշակի նոր թիմումը աս հայդը հիմա պիտի տեղադրեմ։ Սիրելի Արցախցի ուսանողներ, 2026-2027 տարվա Լորիկ հիմնադրամի Ազնավուր Սաղյանի անվան իր հիշատակին գրթաթոշակի նոր թիմումը աս հայդը հիմա պիտի տեղադրեմ։ Հիմա փանանք է աս թիմումը աս տարի որոշ սահմանումներ կան, բոլորը իմ սրտովս չէ, բայց պայմանները այսպիսին են, մեր միջոցներուն համաձայն այսպես պետք է լա։ Նախ եւ առաջ հայդը լրացուցեք հայերենադար, հայերեն լեզվով, եթե լատինադար, ռուսադար, չինադար լրացված է, պիտի չի դիտարկվի ձեր թիմումը, ադիկա առաջին։ Երկրորդ, թիմումը բաց է բոլոր նրանց համար, որ բռնի տեղահանված են 2023 թվականին։ Երրորդ, թիմումը այս պահին միայն բաց է Մարդունու շրջանի բնակիչներու համար։ Անցյալ տարի 114 հատ գրթաթոշակ տվինք, 100 տարբեր անհատի եւ Արցախի բոլոր շրջաններ են։ 35% Մարտունի շրջանն էր, կար Հադրութեն, Ասկերանեն, Մարտակերտեն, Շուշի շրջանեն, Ստեփանագերտեն, բոլորեն։ Փորձեցինք բոլորին հասնել։ Հիմա միջոցները շատ ավելի քիչ են, ադորամար սահմանած ենք մենակ Մարտունու շրջանով։ Հաջորդ կետը այդ ուսման հաստատությունները, որ ներառված չեն պետական ուսման վարձի փոխհատուցման ծրագրին, այդ հաստատության աշակերտները կրնան թիմել։ Նրանք, որ պետական ծրագիր կա եւ մոգդ բարձր պահելով կրնակ գրթաթոշակ ստանալ կամ փոխհատուցում, այդ ուսման հաստատությունները չենք դիտարկում։ Մույսը հերագա ուսանողներ, մագիստրատուրայի ուսանողներ կրնան թիմել։ Okay։ Ասքան եւ ամենագլխավոր կետերն մեկը, որ շատ ցավացրեց ինձի նախորդ գրթաթոշակի ծրագրին ընթացքին, այդ է որ լուսանկարահանումի հետ, տեսահոլովակ պատրաստելու հետ, հարցազրույցի մասնակցելու հետ անպայման պետք է մասնակցիկ։ Եթե մեր 114 գրթաթոշակ ստացողներն ավելի աշակերտներ մասնակցեին նախորդ տարի, վստահ եմ, որ ավելի միջոցներ կունենայինք։ Ուրեմն քիցեք դրա համար է։ Ասի մենակ մենք մեզի ինքնից քովելու համար չէ, մենք մեր նվիրատուներուն ցույց տալու, դե իրական ծրագիր է, իրական շահառուներ կան եւ ով են նրանք, որ կօգտվին իրենց օգնությունեն։ Այդքան հայդը հիմա տեղադրեմ, խնդրեմ լրացուցեք, հավանաբար 1-2 շաբաթով բաց կբահեմ եւ ինչքան շուտ որ կրնանք, ցեզի պատասխան կդրամատրենք։ Բոլոր նրանք, որ անձնական նամակով կգրեն, email գնեն, բան գնեն, հասկանալ հասկացեք իմ մասից, որ 7-8-9 հատ տարբեր սոցցանցերու վրա էջեր կան, որոնց պատկամները ես կստանամ։ Կա իմ անձնական էջերս, կա Լորիկի էջը, հիմնադրամի էջը, գրթաթոշակը ինքն իր էջը ունի, կա Facebook-ը, կա Instagram-ը, կա Gaic-ը, կա Twitter-ը, կա LinkedIn-ը։ Ես այս պատկամները ընդհանրապես հանալու ժամանակը չունիմ, կարդալու ժամանակը չունիմ, ես իմ անձնական հեռախոսից վրա ստացած պատկամները կարդալու ժամանակը չունիմ։ Ծրագիրները դուրս, այսինքն բարձ ընկերներու ուղարկած նամակները։ Մեկ ամիս առաջ երեխա ունեցա, ծնվավ, մարդիկ շնորհակալական խոսքեր ուղարկած են, որ դակավին ես WhatsApp-ից մեզ չեմ հասած տեսնել։ Ուրեմն ատկանալ հասկացեք, մի վիրավորվիկ, անձնական վիրավորում չէ, ադոր համար հայդը կա, թիմումնակիրը լրացուցեք, ուղարկեք, եթե խնդիրներ ունիք, ես այս
փուլերուն կփորձեմ Messenger-ը փանալ, կարդալ, բայց չեմ գնալ խոստանալ, որ պիտի հասցնեմ։ Նույնիսկ այս վիդեոին դագի կոմենտները կփորձեմ մեջ են անցնել, բայց խոսք չեմ դարս։ Փորձում ենք, մեր կարողության չափ կփորձենք օգնել։ Այդքան, լավ մնացեք, միտքացեք, հաստատ մի օր գնանք Արցախ։ Դրա համար այս ծրագիրները կան, որ մենք պատրաստ ենք խելացի ուժեղ սերունդը։ Մինտ մնացեք։